այսօր, ինչպես արդեն ասացի, իմ զրուցակիցը մեկ ազգ հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ Արթուր Նուրիջանյանն է, ողջույն, պարոն Նուրիջանյան, շնորհակալ եմ, որ եկաք, եւ ուզում եմ հենց սկսենք նրանից, որ մեկ ազգ, հա, կարծես թե այսօր արդեն 8 տարի շարունակ Հայաստանում գործընթացներ են տեղի ունենում, որ ուղղված են այդ մեկ ազգը մի քանի մասերի, տասնյակ մասերի բաժանելու եւ ձեր կազմակերպությանը որքան ես տեղյակ եմ գործունեությունը ուղղված է այդ մեկ ազգի ամրացմանը, այսինքն գտնել մարդկանց եւ խրախուսել նրանք, ովքեր որ սիրում են իրենց հայրենիքը եւ պատրաստ են ինչ որ գործ անել հայրենիքի համար։ Այո, Արթուր ջան, շատ դժվար է աշխատանքը, երբ որ տարիներ են անցել, գնում ես գտնում ենք այդ մարդուն, դուրս են գալիս կապի, ու երբ որ գալիս ասում ես, որ մենք շնորհակալ ենք, որ դու կաս, մի բան չի ընդունվում, որ ոնց, այսքան տարի հետո, այսքան խմորումների մեջ հələ կան մարդիկ, որ մեզ ընդրում են, գնահատում են մեր գործ, այո։ Դա հավերժ է, դա չի։ Հայրենասերների թիվը աճում է, սփյուռքում թե հակառակը։ Օրից օր ես այս վերջերս իմ լավ ընկերոջ հետ ձեր տաղավարում հյուրեր, Մանուկը, հա, իր հետ խոսելիս ասեցի, որ ատոմային զենքից ուժեղ ենք դառնում, որովհետև կորցրածը վերականգնվում է։ Մարդիկ հասկանում են ինչա կատարվել եւ արդեն այն ինչ որ մեզի կերակրեցին, մատուցեցին, ինչի մար եկել էր տվյալ մարդը, նկատում եք Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Ես ուզում եմ մեր երկրի վարչապետին մի հարց տամ, որպես օտար երկրում ապրող։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում ինքը ասում էր այդ աթոռը, այդ աշխատանքը, այդ գործնեությունը տվեք ընձի, փրկեմ ձեզ։ Միջև առեսօր ինչի այդ գործը չի արել ինքը։ Մենք Գագիկ Ծառուկյանի համար էինք իրան ընտրել, որ ինքը ձերբակալ էր, թե Սամվել Կարապետյանի համար էինք ընտրել, որ ձերբակալ էր, թե Ռոբերտ Քոչարյանի։ Այդ մարդիկ չկային այդ ժամանակ։ Դու ինչի մար որ եկել էիր, հլա Արցախյան պատերազմն էլ մի կողմ։ Դու քո գործն անեիր։ Բանից պարզվեց, որ դու սուտ ես խոսում, դու ամեն օր սուտ ես խոսում։ Հիմա արդեն մեր Հայաստանում մի հատ ձևավորվել է կարծիք, որ մեր վարչապետը մեզի ոչ մի բան չի հարցնում, ոչ մեկին։ Ինքը գալիս ասում է, «Էսի անկլավ է դիտանք, էսի մերը չի»։ Ես դպրոցական տարիներից ուտես չէ վատ եմ սովորել, բայց չէի պատկերացնում, որ Սովետական միության 15 հանրապետություններից ամենամեծը Ադրբեջանն էր։ Քարտեզով էլ ես չեմ հիշում նման բան։ Այսօր սա իրանցն է։ Վերջերս մի հետաքրքիր բացատրություն էին տվել, որ Ադրբեջանի տարածքը ինչի է մեծանում, ասել էր օվկիանոսի ուրեմն բարձրանում է, իջնում է ծովը։ Կասպից ծովը մակարդակը երբ որ բարձրանում, փոքրանում է, թե երբ որ իջնում է, մեծանում է, մեկը գրել էր, որ իսկ Հայաստանում ծով չկա, Հայաստանի տարածքը չի փոքրանում, այդպես ասենք։ Եվ նաև սիմվոլների նկատմամբ այդ հալածանքը մեր Մասիս Արարատ սարի նկատմամբ, մեր ազգային ընդհանրապես արժեքների։ Դե ինձանից առաջ, մեզանից բոլորից առաջ էլ գտնվել են էլի մարդիկ, որ ասել են Թուրքիայի դրոշակի վրա լուսին է, որը կապ չունի ընդհանրապես մեր մոլորակի հետ, ուղղակի լուսավ, ինչի են դրել։ Արարատ սարը մերը եղել է։ Ինչ պատճառներով այսօր մերը չէ, դա չի նշանակում, որ անգամ սովետական միությունը չի արկել է։ Այդ գաղափարը չի արկել։ Ես ուզում եմ հարցնել, որը դու շփվում ես տարբեր մարդկանց հետ Սփյուռքում հասարակական գործունեության շրջանակներում, այդ գաղափարը, որ պետք է մոռանանք, այդպես մոռանանք պատմականը եւ ընդունենք իրականը, դա քարտեզներ խփել են իրենց դոշին ու ման են գալիս ամենտեղ։ Հա, դա ազդում է մարդկանց վրա, օրինակ հիմա Սփյուռքում։ Այո, շատ մեծ աշխատանք տարվում է։ Բայց մարդկանց մտածողության վրա։ Չէ, կա, հայրենասեր տեսակը կա, ճանաչում եմ, հարգում եմ, սիրում եմ, գիտեմ, որ մի օր իրանք դուրս են գալու եւ ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ երիտասարդ սերնդի մեջ, մանուկ սերնդի մի քիչ զբաղված են ու ես հիշում եմ, որ դուք վերջերս ինչ որ մի երիտասարդ եք գտել, որը որ Ալեքսի, այո, Գլենդել քաղաքում շատ երիտասարդ է, ուրեմն ինչ խնդրանք ունեմ։ Երբ որ մենք համատեղ հայերս իրար հետ գործում ենք, ատոմային զենքից նորից կրկնեմ ուժեղ ենք։ Ուրեմն Ալեքսի կողքը շնորհակալ եմ բոլորից, ովքեր կանգնան ու կանգնած են։
Բայց մի հատ խնդրանք ունեմ, հայ ժողովուրդ։ Խնդրում ասեք ինչ էր արել Ալեքսը, որ Ալեքսը մեր հերոստայից վաճառում է հյութ, գումարը հավաքում է, որ օգնի հիվանդ երեխաներին։ Հայաստանում։ Սա փոքր հայ չէ, սա մեծ հայ է։ Ու երբ որ գնացի խրախուսելու, ես տեսա մի մանուկ երեխա, որը ինքը իրան հավատում է, որ ինքը դա կարա անի։ Հիմա իմ հայ ժողովրդին կոչ եմ անում, որ Ալեքսի նպատակը ինչ է, երազանքը։ Օգնել երեխաներին։ Եկեք կատարենք այդ երեխու երազանքը։ Այո։ Ամեն օր անցնելուց կանգնենք, իջնենք այդ հյութը խմենք, շնորհակալություն ասենք ու գնանք։ Դա կլինի, որ մենք Ալեքսի երազանքը կատարում ենք։ Հայաստանին օգնելու ցանկությունը նույնն է, ինչ որ օրինակ ասենք պատերազմի ժամանակ էր։ Մի քիչ թուլացել է, բայց ոչինչ։ Կարգավորվի, հա, կա, որովհետև արհեստական էր։ Մեզի մատուցեցին, որ չէ, գողացան, թալանեցին, այնտեղ վաճառեցին, մի կուղարկեք, հա, էդի դենս չէ։ Էդի դենս չէ։ Ոնց ասեմ, չենք հիասթափվում։ Մենք հազարավոր տարիներ ապրել ենք, գոյատևել ենք, բոլորին դիմավորել ու ճանապարհել ենք, էս էլ կանցնենք։ Այո։ Հիմա մենք հետևում ենք, քիչ առաջ իրար հետ զրուցում էինք, Հայաստանում ինչ է կատարում, այդ ձերբակալությունները, ապօրինի, ինչ ուզում անում են, դուք էլ ասացիք այդ մասին։ Ինչ այդ մարդը առավոտյան զարթնում է, ասենք մտքով անցնում է, որ այս մեկին պիտի վերջերս էլ կին քաղաքական գործ չի, երեխայից կտրել են անհիմն ինչ որ անկապ։ Մեր մոտ չկա։ Հա։ Հիմա մենք Սփյուռքում այդպես դիտորդի կարգավիճակով պիտի նայենք, թե ինչ որ կոնկրետ ինչ կա։ Դե Սփյուռքում ինչ կարող է անել Սփյուռքը այստեղից։ Սփյուռքը մեզի կարևոր է մեր գիտակները, մեր հանճարները, որոնք ստեղ ապրում են։ Կան, առողջություն իրանց, շատերին դուք եք ճանաչում, իրանց միաբանությունն է պետք, որ կլոր սեղանի շուրջ նստեն, Սփյուռքը կանգնի ոտքի ու պահանջատեր լինի։ Ինչու՞։ Որովհետև իմ 11 թվից մինչև առեսօր Ամերիկա ապրելով չկա տենց մի հատ հայի, որ ես հանդիպած լինեմ, ու ինքը Հայաստան մի հատ բարեկամ, դասարանի տղա, մորքուր, տատի, պապի չունենա ու չօգնի։ Այսինքն ո՞նց է դառնում, երբ որ բոլորը ստեղից այդ հայրենիքը սիրում են, անձով օգնում են, անկրտնաջան, բայց գալիս է պահը, մենք ոչ մի բանի մեջ պիտի չխառնվենք։ Ինչու՞։ Վերջերս էլ զրկեցին նաև ընտրելու Այո, իրավունքից։ Բայց այդ ոնց անում 12 ժամ երիտասարդը 2 տարվա մեջ 1 տարի ընտրել է։ Uber քշի այդ փողը վաստակի ղրգիրա մորքուրի տղուն, որ մորքուրի տղեն այնտեղ իրա տոկոսը փագի որ գնանի չանեն։ Այո, ու վերջում պարզվում է, որ դուք գնացել եք, թողել եք, հա, մենք ենք տերը, չէ, ախպերս, դա դες չէ։ Մենք էլ ենք տերը։ Ես դեռ 4 հատ գերեզման ունեմ։ Երկրաշարժին իմ սաղ ընտանիքը մահացել է բացի իմ հորիցս։ Հետո էլ տարիներ հետո իմ papan է մահացել։ Ես ոչ մեկ չունեմ։ Այդ 4-ը գերեզմանի տերն եմ ես։ Ոնց թե տերն ենք երկրի։ Հետո ասա որ մենք տերը չենք այդ երկրի։ Ես մի ամբողջ կյանք աշխատում եմ, արարում եմ ու իմ հայրենիքին եմ օգնում։ Իմ հնարավորությանը։ Եվ ի տարբերություն իրենցից շատերի ծառայել եք հենց այո, հատուկ նշանակության գումարտակում իմ հայրենասիրությունը մեր տատին է քարեզ է, որտեղ մուշից ենք մենք։ Զինվորը ինչ բան է, ինչքան է պետք հարգել զինվորին, դա մեր տատին էր մեզի պատմում, բայց իսկական բուն, որ հայրենիքին դավաճանել, հայրենիքին նեղացնել, սդել, հիասթափվել չի կարելի, դա եղել է հատուկ նշանակության գումարտակում։ Երբ որ իմ ուսուցիչները զինվորական սկսեցին բացատրել իսկական հայրենիքը որն է։ Ես դա չեմ միշտ ասել եմ ու ուզում եմ շարունակեք ինչ անելի թեման Սփյուռքում հավաքեցինք, այսինքն հավաքվում ենք հետո պարտադրենք, որ ընտրություններին նախևառաջ մենք պիտի մասնակցենք նույն ձևի ոնց Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ինչպես պարտադրենք։ Թող մտածեն ծրագրեր, որ պարտադրեն, որ մենք մեր ձայնը տանք, ում եմ ուզում, ում եմ հավակնում։ Գիտեք ինչի եմ ասում, որովհետև այն քաղաքականությունը, որ այսօր Հայաստանի իշխանությունը տանում է, բերելու է նրան, իմ կարծիքով վերջնահաշվարկը դա է, որ հայերը դառնան փոքրամասնություն Հայաստանում։ Համաձայն եք։ Այո։ Այդ ժամանակ, ասենք, հայերը որևիցե ոչինչ չեն որոշելու։ Բերելու են լսեն թուրքերին, ադրբեջանցիներին, պարսիկներին, հնդիկներին, ես ոչինչ չունեմ այդ ազգերի դեմ, բայց վերջում էլի մեզ են մեղադրելու, Սփյուռքին։ Այսինքն Սփյուռքն կտրվում է Հայաստանից։ Հիմա կտրվում է արհեստական մեզի մատուցում են, որ մենք կտրվենք, բայց վերջում էլի մենք ենք մեղավորելու։ Ինչու՞։ Հայրենիք սոր տվեցին ուրիշին, վերջում ասելու են բախի գնացիք։
Ինչի եք գնացել Ամերիկա ապրում, Մոզամբիկ, Ֆրանսիա, մնայք Հայաստան։ Այս սա է տագը, որ վերջում մատուցելու են, բայց չի ստացվելու։ Օրինակ, այս երեք Արտաշես Ալեքսանյանը հրաժեշտ տվեց մեզ։ Այո, Արցախյան պատերազմի Սև Հովազի մասնագից, իմ համար ինքը հերոս է։ Բայց չգիտես ինչու, երբ որ կադրերը նայում ես, եկեղեցուց շատ sense այն Գյումրեցին ասում է գիշերով թաղինք։ Շատ վատ է։ Ես ուզում եմ մեր դերասաններին ու երգիչներին էլ ասեմ, որ դուք մի կարծեք, որ այնքան շատ ունեք արած, իմ հայ ազգի յուրաքանչյուր տղամարդը լիքը բան ունի արած։ Բոլորը։ Դուք իրանցից ինչի չգնացիք այդ մարդու հողը, օրինակ ինչն էր պատճառը։ Պատճառը վարչապետն էր, որովհետև մեր վարչապետի հետ Արտաշեսը չէր կիսում գաղափարը։ Ինք ասում էր, որ այս մարդը սխալ ուղղության վրա է։ Մեղադրում էր, չէ, այդ գործընթացի մեջ, ասում էր ճիշտ ուղով չես գնում, պարոն վարչապետ։ Դա իր դուրը չեկավ եւ մենք իր թաղման արարողությանը տեսանք, որ Եվ նույնը կարող ենք ասել հիմա Գագիկ Ծառուկյանի դեպքում, որ մարդիկ, որոնք հերթ էին կայանում, գիշեր-ցեր է կանգնում Գագիկ Ծառուկյանին բարևելու համար, հիմա արդեն Ես ասեմ, ժողովուրդ ջան, նույնը Սամվել Գագիկ Ծառուկյանի հետ ոչ հեռախոսահամար ունեմ, ոչ կապ ունեմ, ոչ բարեկամ եմ, ոչ նույն տարածքում եմ ապրել։ Բայց մի բան գիտեմ, նորից կրկնեմ։ Մենք ինչի համար որ մեր վարչապետին բերել ենք, ժողովուրդը ընտրել է։ Գագիկ Ծառուկյանի անուն չկար մեջը։ Պարզ է։ Ամփոփենք Սփյուռքի անելիքների թեման եւ հիմա դուք օրինակ ինչ եք անում եւ ինչ խորհուրդ կտաք, որ մենք անենք, չգիտեմ, մեր հայրենակիցները, գիտեք, քիչ են, բայց կան մարդիկ, որոնք սիրում են, անհանգստանում են եւ շարունակում են որոնել ուղիներ ինչ որ կերպ այս իրավիճակում օգտակար լինելու այն պայքարող մարդկանց, ովքեր որ հիմա արդեն հերթով տանում են բանտ միգուցե ասենք սեպտեմբերին աշնանը փողոցներում կնեն, ինչ պետք է անենք մենք։ Նախ եւ առաջ զգուշ դիլինենք շատ, որովհետեւ տեսնում ենք ոչ կին են հարգում, ոչ տատի, ոչ պաբի, ասֆալտի քաշ տալով տանում են էդի ոչ հայ վայել, ես չեմ հիշում իմ ծառայության օրոք եւ դրանից հետո այդքան որ մենք քննադատում ենք Քոչարյանին, Սերժին, Գագիկ Ծառուկյանին, Այս վերջերս էլ այս մարդը Ռուսաստանից եկել է Սամվել Կարապետյանին, ոչ մի կերով չեմ տեսոր կնոջ քաշտան։ Չի եղել։ Ինչ որ խնդիրներ երկիրը հայել ունեցել, որ երկիրը խնդիր չունի, ամերիկան չունի։ Թրքական բարքեր են բերում ներմուծում Հայաստան։ Այո, մենք չենք վախենում այսօր։ Հայաստանում շատ տեղեր արդեն Հայաստանը չի էլ կարդում։ Խփում ես մի տեղ, ցույց է տալիս Ադրբեջան։ Դրա համար եմ ասում, սովետական միությունում որ սովորում էինք դբրոցը, ես իսկականից չգիտեի, որ Ադրբեջանը այդքան մեծ հանրապետություն է։ Բայց բանից պարզվավ այո, բայց ոչ։ Դա դենց չէ։ Եվ պարզողներից տարածողներից մեկն է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի։ Նախ եւ առաջ ես այս քարտեզը որ ես ոչ մի երկրում քաղաքական դաշտում էլի պրեզիդենտից, նախագահից միջև խոսքի աշխատակիցներ, ինչ որ կազմակերպություններ ես երբեք չեմ տեսել, որ իրանց երկրի դրոշակը պատկերացրեք Պուտինը Այդ եկա մեծ պետության դրոշակը խփի դոշին, լավ էլի վերջը դու հասուն մարդ ես մեծ, 3 երեխու հայր ես, ինչ կա, էդի ումն է, ձերն է, քոնն է, բայ քեզի, տունդ։ Կազմակերպության շքանշանը դա ուրիշ բան է, չէ, հանրապետական ես, ինչ որ մի հատ կուսակցություն ես, քո լոգոն խփել ես քո կրծքին, դա ուրիշ խնդիր է, բայց դա ու գնում է, ասենք, միջազգային հանդիպումների գրելով այդ Խայտարը ամոթ է, պրոստը սենց բան մեր երկիրը չի ունեցել։ 15 թվին էլ կործանման եզրին կայնած ազգը սենց նվաստացում չի ունեցել։ Փառքով են մեռել։ Թե կանայք, թե երեխեքը բոլորը սենց նվաստացում մեր երկիրը չի ունեցել։ Որ ինչ որ ամեն առավոտ մեկը զարթնում, մեզի բան է հրաման տալիս։ Այս գյուղն իմն է, սարն իմն է, ծառն իմն է, ու մեր վարչապետը արդեն կոստյում ակրիչնում միկրոֆոնի դեմ ասում այո իրանցն է ու գնում է վերև խոսքի իրասեյնակը վերջ սենց ոնց կա երբ է գալու այս ամեն ինչի վերջը սկսես լավ լուր ասեմ այո խոսում եմ իմ ընկերների հետ իմ հարազատների հետ իրանք որտեվ որ սեմենակ ընկեր են այլ հարազատներ են երեք եմ խոսացել լավ է լինելու հավատացեք մարդիկ արթնացել են այո Արցախն
ամեն ինչ լավ է լինելու։ Ինչպես ասում են, Աստված ձայնդ լսի, շնորհակալ եմ Արթուր ջան, հետաքրքիր մտքերի համար։ Նաև օգտվելով առիթից, ես այսօր բերել եմ իմ կազմակերպության 2 պատվոգիր, սա ձեր անունով է, որպես սա ձեզ, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, ես էլ մեր Alpha-News-ին։ Շատ շնորհակալ։ Տարիների ձեր աշխատանքի համար։ Պատվոգիր մեկ կառուցենք միասին Alpha-News։ Շնորհակալ եմ, որ արժանացել եք գնահատականին, մեր հեռուստատողներին ասեմ, որ Արթուր Դուրիջանյանը մեկ հասարակական կազմակերպության նախագահն է եւ նա խրախուսում է Սփյուռքում եւ նաեւ Հայաստանում կարծես թե այն բոլոր անձանց եւ կառույցներին, ովքեր նպաստում են մեկ ազգի կայացմանը, ովքեր որ սիրում են իրենց հայրենիքը, ինչ որ իրենց գործողություններով, իրենց խոսքով, իրենց մտքով նպաստում են հայրենիքի զորացմանը։ Մենք ենք շնորհակալ գնահատականի համար, անպայման կհանդիպենք։